Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք վերջապես ինչ եք որոշել, առաջադրվում եք նախընտրական այսպես ցուցակի համար, թե ոչ, ինչ որոշում եք կայացրել։ Չեմ առաջադրվել։ Ինչու՞։ Տարբեր են պատճառները, ես ցանկանում եմ նախապատմություն ասել մի փոքր, ընդհանուր առմամբ երևի թե շատերը գիտեն, որ ես մասնագիտությամբ ճարտարագետ եմ եւ իմ ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել եմ Հայաստանում տնտեսական զարգացման ուղղություններով տարբեր երկրների հետ միջազգային մեծ պրոյեկտներ եմ բերել Հայաստան գործընկերներիս հետ եւ իհարկե իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ եւ դրա հիմնական մղողուժը այն է եղել, որ Հայաստանում պարբերաբար ընտրություններ են կեղծվել եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը չի արտահայտվել եւ ինքս շատ լինելով նաեւ պատասխանատու եւ ակտիվ քաղաքացի մշտապես մասնակցել եմ քաղաքական միջոցառումների ինքս հիմա հասարակական կազմակերպության քաղաքացիական նախաձեռնության անդամ եմ եղել հասարակական կազմակերպություն ենք հիմնադրել, որի առաջին հիմնադիր ղեկավարը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաջորդը ես եմ ընտրվել եւ ղեկավարել, դրանից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր վարչության անդամ եմ ընտրվել եւ Հայաստանում տեղի ունեցել 2018 թվականի հեղափոխությունը, որից հետո ունենալով նաեւ պատասխանատվություն քաղաքական առումով ինձ առաջարկվել է զբաղեցնել այն ժամանակ կապի տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախարարի պաշտոնը, սկզբում եղել եմ առաջին փոխնախարարը, որովհետեւ կոալիցիոն գործընկերներից մեկին էինք տվել նախարարի պաշտոն, այնուհետեւ նախարարի պաշտոնն եմ զբաղեցրել, իրականացրել եմ տրանսպորտի նախարարության բավականին լուրջ ռեֆորմ ճանապարհաշինության եւ այսինքն այդ բոլոր զարգացումները ձեր աչքի առաջ են եղել, դրանից հետո եղել եմ հիմնադիր նախագահ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, որտեղ հիմնակարային մեր խնդիրը, որի պատասխանատվությունը ստանձնել եմ եղել է ռազմաարդյունաբերության կայացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 5 անգամ շրջանառության ավելացումը, որը հենց այդ տարիների ընթացքում է տեղի ունեցել, մենք ռազմաարդյունաբերությունը կարելի ասել, որ 0-ից Հայաստանում հիմնել ենք եւ այսօր արդեն կես միլիարդ դոլարի շուրջ եռամյա պայմանագրեր են կնքվում, դրանք այն ամենի արդյունքում են, որ հենց այդ տարիներին են բոլոր ռիսկային հարյուրավոր նախագծերը, որոնք մեր ընկերությունների կողմից, գիտահետազոտական խմբերի կողմից եւ նաեւ նախարարության ու ռազմաարդյունաբերական կոմիտեի կողմից, պաշտպանության նախարարության կողմից առաջադրվել են եւ ֆինանսավորվել են եւ ես հիմա որից հետո 2020 ինչպես գալիս եմ մեր օրը ես ընդհանրապես ուզում նախապատմություն ասեմ, որովհետեւ դուք հարց եք տալիս թե ինչով է պայմանավորված, ես հիմա պատասխանում թե ինչով է պայմանավորված, հույս ունեմ, որ հետաքրքիր է, ամեն դեպքում հետաքրքիր է հարգելի գործընկերներ, քանի որ շատ կարևոր է այս իմ ասածը, որովհետեւ պատճառահետևանքային կապի մեջ է այն բանի հետ, թե ես ինչու չեմ առաջադրվում քաղաքացիական պայմանագրի մեր նոր ցուցակով, խնդրում եմ, որ թույլ տաք ես ավարտեմ, որովհետեւ շատ երկար չի տևի, իսկ ես մանրամասների մեջ չեմ խորանա։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրվել եմ ազգային ժողովի падգամավոր, այնուհետև ազգային ժողովի փոխխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում եւ ինքս նորից ներգրավել եմ քաղաքական process-ների մեջ։ Այժմ այս պահին ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է եւ մեր ժողովուրդը իր որոշումներով եւ քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական եւ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում եւ ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման եւ ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով,
գիտելիքներով եւ ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել եւ ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը եւ ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել։